Սահմանապահներն արգելել են ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մուտքը վերին Լարս։ Նա նկարահանող խմբի հետ ցանկացել է մեկնել Լարս հայկական բեռնատարների 15 կիլոմետրանոց հերթերի մասին ռեպորտաժ պատրաստելու համար, սակայն տեղում հայտնել են, որ նա չի կարող անցնել սահմանը։ Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա, Արմատ մեդիան դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Փաշինյանի ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմանի կապերը, ինչպես նաև փոխադարձ հարգանքի ու կառուցողական երկխոսության վրա հիմնված պատրաստակամությունը այսուհետ եւս կնպաստեն համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Հիշեցնեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս պաշտոնապես չի շնորհավորել Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների առթիվ։ Դիվանագիտական այս լռությունը քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ընդգծելով երկկողմ հարաբերություններում առկա որոշակի լարվածությունը։ Բարև ձեզ, ովքեր եք, մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատարանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության։ Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում նրա բնակարանում։ Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով։ Ըստ վարկածի նա 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ է փոխանցել Թևանյանին։ Ուժեղ Հայաստան դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դաշինքը պահանջում է կրկնընտրություններ անցկացնել այն երկու տեղամասերում, որտեղ չեղյալ են համարվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով այն ամենը, ինչը կատարվում է ժողովրդական հասարակությունում, չպետք է կատարվի։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ կողմը չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա վկայակոչի, որովհետև ի վերջո օրենսդրությունը վերապահել է լիազորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու։ Ունեն այդ լիազորությունը, այդ նպատակով առնվազն պետք է նման դիմում ներկայացնել։ Ավելին, մենք ներկայացնում ենք դիմումը եւ ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների։ Հիշեցման կարգով ընտրությունները մեկնարկել են, ընտրական գործընթացը մեկնարկել է 2026 թվականի փետրվարի 7-ից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրել է Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իշխանությունները կրկնընտրություններ չդնեն, կհատվեն բոլոր կարմիր գծերը, հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է երկու ընտրատեղամաս, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունի շատ ձայներ, ու հենց այս տեղամասերի արդյունքներն է չեղյալ համարել, այսպիսով զրկելով կուսակցությանը մտնել խորհրդարան։ Մենք, որպես Հայաստանի ամենամեծ ուժը, որը հնարավորություն ունի փոխարինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, հայտարարում ենք, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխանությունները կրկնընտրություն չդրեցին այս տեղամասերում, դա հատելու է կարմիր գծերը, ժողովրդավարության եւ անլրդի պահելաձևի բոլոր կարմիր գծերը։ Հունիս-հուլիս ամիսներին նախատեսված է երկու այց Ռուսաստան։ Այսօր ազգային ժողովում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում հանդիպելու է իր երկու տարբեր գործընկերների հետ, քննարկելու հայկական ապրանքների վերաբերյալ առաջացած խնդիրները։ Կարծում եմ, այս հարցերը կլուծվեն ու սրանք այն հարցերը չեն, որ կարող են լարվածություն ստեղծել երկու երկրների միջև, ասել է Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որը ուղղված է տարածաշրջանային լարվածության նվազեցմանը եւ միջուկային խնդրի կարգավորմանը։ Աքսիոս լրատվական գործակալության տվյալով այսպես կոչված Իսլամաբադի համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում առանց որևէ տուրքերի գանձման։ Ի պատասխան Միացյալ Նահանգները պետք է վերացնի ծովային շրջափակումը։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ 60 օրյա հրադադար, այդ թվում Լիբանանում։ Այդ ժամանակահատվածում կողմերը պետք է շարունակեն
շարունակեն բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը պատրաստվում է երբեք միջուկային զենք ձեռք չբերել եւ լուծել հարստացված ուրանի պաշարների հարցը։ Գործարքի շրջանակներում նախատեսվում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում, նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվություն։ Թեև ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնեցրել են տեքստը, այն դեռևս ունի Իրանի բարձրագույն ղեկավարության վերջնական հաստատման կարիքը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով Իրանի սառեցված ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես հումանիտար ապրանքների գնման համար սահմանված պայմանների պահպանմամբ։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը շնորհիվ SpaceX ընկերության բաժնետոմսերի։ Մասկի կարողության հիմնական մասն այժմ կախված է SpaceX-ից, որտեղ նրա մասնաբաժինը գնահատվում է մոտ $866 միլիարդ։ Տեսլայի եւ մնացած ակտիվների հետ միասին նրա կարողությունը կգերազանցի շուրջ $1.1 տրիլիոն։